Ոչ մեկ, հիմա մեր աշխատանքը։ Բայց ես ինչ-որ մեկը պետք է հրամանված լինի, չէ՞ որ կատարեք ձեր աշխատանքը։ Ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին Հայաստանի մոտ 50 քաղաքացիների մոտենալ կառավարության շենքին։ Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ այդ քաղաքացիները պահանջում էին վերականգնել արդարությունը։ Բնապահպանները պահանջում էին պահպանել թռչկանի ջրվեժը, զոհված զինծառայողների մայրերը բացահայտել իրենց որդիների սպանությունները, կրպակատերերը չքանդել իրենց կրպակները։ Մինչ ակցիան ոստիկանները բռնություն են կիրառել Արցախում զոհված ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանի մոր հանդեպ։ Այսօր ոստիկանները ինձ անցնում են, որ գնամ կանգնեմ այնտեղ, հրահրում են, բոթում են, ասում եմ, հələ մի հատ հանգիստ թողեք ինձ, մնում ինձ խփեք, մի հատ ասում եմ, տիկին մի հրահրեք մեզ։ Ոնց թե դուք ինձ բոթում եք, ասում եմ, այն մի ոստիկանը ասում եմ, վերցրեք տարեք դրեք այնտեղ։ Ինձ վերցրեցին, բառից բուն իմաստով վերցրեցին, բերեցին, դրեցին այստեղ։ Ակցիային մասնակցող Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ոստիկանական այս գործողությունները վախով է պայմանավորում։ Սա ուղղակի գործելակերպ չի, որովհետև այսպես կառավարությունը ուղղակի բացահայտ սեփական ժողովրդին ասում է, որ դուք ինձ հետ գործ չունեք, ես ձեր կառավարությունը չեմ, ինձ հարցեր մի ուղղեք, ես ձեր խնդիրները չեմ լուծելու, ձեր խնդիրները իմ խնդիրները չեն։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սարգիս Համբարձումյան, IPF